ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հիշի, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է տեղի ունենալ երրորդ համաշխարհային պատերազմ, այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչ վերաբերում է Թրամփի խոսքերին, Պուտինի կրակի հետ խաղալու և Ռուսաստանի հետ տեղի ունեցող շատ վատ բաների մասին ես գիտեմ միայն մեկ շատ վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը, հուսով եմ Թրամփը կհասկանա դա, ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում։ Միացյալ Նահանգների կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները։ Այս մասին հաղորդում է Politico-ն, հղում անելով կառավարության փաստաթղթերին։ Վարչակազմը հրահանգում է ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսական հիմնարկներին դադարեցնել ուսանողական վիզաների համար դիմորդների նոր հարցազրույցներ նշանակելը, ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրասենյակի կողմից հրապարակված հեռագրում։ Լրագրողների կարծիքով սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Սպիտակ տունը ուսումնասիրում է ԱՄՆ-ում սովորելու համար դիմող օտարերկրացիների սոցիալական ցանցերի պարտադիր ստուգում մտցնելու հնարավորությունը։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ Փաստաթղթով Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարվում է սահմանել նոր քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության աշխատակազմի մակարդակը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի արտասահմանյան ներկայացուցիչների աշխատակիցների սահմանված թվի շրջանակներում և հաստատել դրա աշխատակազմի ժամանակացույցը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։ Այդ առումով սպասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կկազմակերպվի երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային արդիական իրադարձությունների վերաբերյալ, հավելել է նա։ Տեխասում օրենսդիրները հավանություն են տվել օրենքին, որը պահանջում է Apple-ից և Google-ից ստուգել օգտատերերի տարիքը և անչափահասների դեպքում պահանջել ծնողական համաձայնություն հավելվածներ ներբեռնելու կամ գնումներ կատարելու համար։ Օրենքն այժմ սպասում է նահանգապետ Գրեգ Աբոտի ստորագրությանը, փոխանցում է Reuters-ը։ Apple-ը և Google-ը դեմ են օրենքին, պնդելով, որ այն կպահանջի բոլոր հավելվածների համար օգտատերերի անձնական տվյալների հավաքագրում, նույնիսկ եթե դրանք անվնաս են։ Փոխարենը երկու ընկերությունները առաջարկել են միայն անհրաժեշտ հավելվածների համար կիսվել տարիքային տվյալներով։ Այս նախաձեռնությունը միանում է գլոբալ մտահոգությունների, երեխաների և դեռահասների թվային անվտանգության հարցում։ Մեթան և մի շարք երկրներ քննարկում են նոր միջոցառումներ երեխաներին սոցիալական ցանցերից և հավելվածներից պաշտպանելու համար։